Շարունակում ենք եթերը եւ շարունակել ենք խոսել արվեստից ու այս անգամ նկարչությունից շատ հետաքրքիր տեխնիկայի մասին ենք խոսելու եւ մեր հյուրը հիմա կպատմի ցուցահանդեսի մասին Պետո Պողոսյանն է մեր տաղավարում նկարելիչ ակվարելիստ բարև ձեզ Պետո Բարև ձեզ եւ մի անգամից երևի թե բացատրենք թե ինչ է գրված ձեր շապիկին Փորձեմ շնորհակալ եմ հրավերի համար երազկոտ ու այնքան էլ չէ այդ իմ ցուցադրության անվանումն է ներկայացրել եմ գործերի մի շարք ջրաներկով արված գործեր, որոնք որ ես արդեն երկար տարիներ ներկայացնում եմ։ Ցուցադրությունը մի փոքր այլ շեշտ ունի, իհարկե քաղաքային նկարներ կան, քաղաքանկարներ կան, Հայաստանից տարբեր կետեր, ցուցադրված մարդիկ, հա, մեր շրջապատում, որոնց մենք միշտ տեսնում ենք, բայց այստեղ մեխը ցուցադրության նա է, որ ներկայացված են գործեր, ռեալ գործեր, որոնք կոնկրետ հարցադրումներ ունեն եւ միաժամանակ գործեր, որոնք որ տաքուկ մեր ժամանցի, մեր առօրյայի, մեր փախնելու անկյուններն են ներկայացնում այս առօրյա կյանքից ու այս ամեն ինչը միախառնված, այսինքն գործեր, որոնք որ կուզենայինք, որ այդպես լիներ իրականությունը եւ գործեր, որոնք որ ռեալ ներկայացնում են այն ինչ կա այս պահին ու ոնց պետք է անել, որ այդ ամեն ինչը գուցե հաղթահարել կամ մոտենալ մի անկյունից, որով որ հնարավոր է այդ հարցերը լուծել։ Այս երկվության մասին է խոսքը, այսինքն երազական իրավիճակ, որը մենք կուզեինք եւ գուցե որ այդ ներկայացնենք կարողանանք հաղթահարել շատ հարցեր։ Այս տիպի լուծում եմ փորձել տալ ցուցադրության մեջ։ Երբ են ստեղծվել են աշխատանքները, որոնք ցուցադրվելու են։ Երկար ժամանակ հատուկ անհատական ցուցադրություն չեմ արել, այս մեկն էլ բավական փոքր ցուցադրություն է, կասեմ որտեղ պանդեմիայի պատերազմից հետո ընթացքում այս ընթացքում ստեղծված 2-3 տարվա գործեր են կարելի ասել եւ նաեւ մի քանի գործեր կան, որոնք ես միշտ կուզեի ցուցադրել, այդպես էլ Հայաստանում դեռ չեմ ցուցադրել ու հիմա 1-2 գործ, որոնք որ միջազգային տարբեր միջոցառումներ են մասնակցել ու նաև կոնտեքստով համապատասխանում են ներկայացնում եմ։ Ցուցադրությունը, ասեմ տեղը, նոր տեղ է կարելի ասել, Art Space Աբովյան 1, բոլորս կհիշենք, այն շքեղ քարից բալկոնները, հենց որ Աբովյան փողոցը սկսվում է երկրորդ հարկ հունիսի 24-ին ժամը 7:30 ուրբաթ երեկո համեցեք։ Բոլորին սիրով հրավիրում ենք, մուտքն ազատ է, եկեք այո, կշփվեք եւ Պետոյի հետ եւ իհարկե կտեսնեք աշխատանքները ձեր աչքերով։ Պետո, հետաքրքիր, հա, տեխնիկայով եք նկարում, ջրաներկերով, ակվարելիստ եք ասում, եթե ավելի պարզ լեզվով ասենք, ջրաներկերով, մենք երբ որ մանուկ էինք ջրաներկերով փորձում էինք ինչ որ նկարներ արել, բայց հիշեցի, որ շատ հեշտ ջնջվում էին, եթե ջուրը մի քիչ թափվում էր կամ մի քիչ ավելի Շատ բարդ է, ինչպես եք ֆիքսում նկարը, ինչ որ հատուկ տեխնիկա կա։ Հատուկ տեխնիկան տարիների հետ է գալիս, այն ինչ որ քեզ հատուկ կդառնա, ամեն դեպքում կամիվ որ ջրաներկը շատ բարդ է, իրականում ինքը բարդություն ունի, բայց եւ կամիվ նաեւ որ ջրաներկը նախապատրաստական նյութ, այսինքն դրանից հետո լուրջ գործ պետք է անել, այդ երկուսն էլ սխալ են։ Ջրաներկը լուրջ հիմնավոր նյութ է։ Այսինքն սկզբից ջրաներկով է նկարվում, հետո վրայից արդեն յուղաներկ է գնում, հա, սկզբից ջրաներկով էսքիզ է արվել, հետո դա մեծացվել է կամ լուրջ ինչ որ յուղաներկով գործ է դարել։ Նրանք հավասարապես արժեքավոր նյութեր են ամբողջ աշխարհում, մանավանդ ջրաներկը շատ հարգված, որովհետեւ ինքը այո դժվար կառավարել է, բայց շատ անգամ իրեն կառավարել էլ պետք չի։ Այսինքն դու թողնում ես ամբողջ թղթի մակերեսը պլանավորելով, աշխատելով այն հատկությունները, այն ամեն ինչը ինչ որ դու ձեռք ես բերել, հա, միաժամանակ հմտությունները թողնում ես տեղ մի միջադեպի համար ու հենց այդ ամեն ինչը դարձնում է ջրաներկը եւ շատ հետաքրքիր եւ գրավիչ եւ վտանգավոր։ Միջադեպը կարող է դառնալ այդ աշխատանքի մեխը, դառնալ մեխը կամ դառնալ իր թուլությունը։ Ամեն դեպքում այս ամեն ինչ շատ հետաքրքիր է։ Կարծես դու շատ արագ վարում ես շատ լավ մեքենա ու չգիտես թե հաջորդ շրջապտույտին ինչ դեմը դուրս կգա, այսպես մի բան է։ Բայց զգալով է։ Դե երկերից մեկի տեքստով խոսեցիր, որ նոբը поворот, что он нам несет։ Ուզում եի հասկանալ հենց այդ ջրաներկի անկանխատեսելիությունն է նաև որ բերում է ձեր աշխատանքների երազկոտության այդ հատվածը ու բալանսը նաև դա ապահովում։ Հնարավոր է ինքը միշտ այդ մասը միշտ կա, այսինքն դու համարձակ կպտում ես գործի, բարձ ասած, բայց նախապես իհարկե պլանավորված դաշտում։
ու այս համադրությունները միշտ շատ հետաքրքիր են։ Ջուրը ինքնին կառավարելի չէ, բայց դու հնարավորինս փորձում ես այդ կառավարել։ Քեզ թվում է, որ դու կարող ես կառավարել։ Ակամայից հիշեցի Բրուս Լիի խոսքերը եղիր ջուր ընկերիմ ջրի պես։ Պետո ասացիք, որ տարբեր միջազգային եւ արտասահմանյան միջոցառումներում եւ ցուցահանդեսներում ներկայացված են եղել որոշ աշխատանքներ, խնդրեմ պատմեք մի քիչ միջազգային փորձից եւ որ աշխատանքներ են գնացել ցուցահանդեսներ եւ ցուցադրվել։ Շատ լավ։ Երկու գործ կա հիմա այնտեղ ցուցադրված, մեկը կոչվում է քաղաքը, ներսից պետք է տեսնեն մարդիկ ամեն դեպքում ինքը բավական վերացական գործ է, ինչքան էլ ռեալ նայվի, դա պատշգամբից դուրս քաղաքի տեսարան է, որը որ կեղտոտ լուսամուտից է կարծես արված։ Այդ գործը մասնակցել է ամերիկյան պրոֆեսիոնալ ակվարելիստների միության, դա լավագույն փակ ցուցադրություններից է, National Watercolor Society։ Եկեք ցուցադրեմ մի անգամից այդ գործը, այս սարքով գեղեցիկ է։ Սա ղափանն է, կապանը, որ ժողովրդական ասված է, ղափան են ասում, կոչվում է առաջին կամ վերջին, հարկի մասին է խոսքը։ Այսինքն սա ռեալ պատշգամբի նկար է։ Սա ռեալ պատշգամբի նկար է, դուրս ես գալիս մի կողմից առաջի հարկ, սարի կողմից, իսկ հայտնում ես 13-րդ հարկում ու նայում ես խուստուփին, շատ ինձ թվում է հետաքրքիր իրավիճակ է։ Եվ որտեղ է ներկայացված եղել այս գործը։ Չէ, այս գործի մասին չէր խոսքը, այս գործը մեկ այլ գործ է, մի գործ էլ կա, որը որ ներկայացված է եղել ամերիկյան միջազգային այդ ջրաներկի ասոցիացիայի տարեկան ցուցադրությանը։ Իսկ Հայաստանում կան էլի ջրաներկով աշխատողներ։ Իհարկե կան ջրաներկով աշխատողներ, բայց կարծում եմ այդքան էլ շատ չեն։ Ամեն դեպքում բոլորս փորձում ենք նյութը առաջ տալ, նյութով հետաքրքիր հասկանալի ազնիվ գործ մատուցել, մարդկանց որակյալ գործ մատուցել, որը որ եւ հարգանքն է բարձրացնում նյութի եւ տարածում է։ Այս ամեն ինչում կա, կարծում եմ ոչ փոքր ներդրում ունեմ նաև ես համեստս։ Միջազգային հարթակներում նաև քանի որ ներկայացնում եք նմանատիպ աշխատանքներ, սա կարելի ասել օտարերկրացիների համար ծանոթություն է Հայաստանի հետ։ Որքանով է առաջի անգամ Շանհայի ջրաներկի բիենալեին 11 թվականի Գյումրիներ ներկայացված հրապարակը սառը մուկտոներով եւ այնտեղ Հայաստանի մասին նույնիսկ չէին ասել։ Բայց Գյումրին տաք քաղաք է։ Դե ինքը տաք էր գործը, եղանակներ սառը, թե չէ գույները բավական տաք սև գույներ էին, ոնց որ մեր Գյումրիի տաք սև տոները։ Տաք սև քարերով։ Եվ Գյումրին եք ներկայացրել։ Գյումրին էի ներկայացրել, շահեց, ինչ որ word շահեց, չեմ հիշում արդեն ինչ էր կոչվում, բայց ամեն դեպքում այտենց բավական հետաքրքիր։ Նաև այդ գործը ինձ ճանապարհ բացեց միջազգային այդ պրոֆեսիոնալ հարթակում մշտապես ներկայացված լինելու, հրավեր ստանալու եւ այլն եւ այլն։ Լավ, քանի որ Գյումրիից խոսեցինք, դուք էլ Գյումրեցի եք։ Այո, չտակցնե։ Բարև ձեզ։ Հիմա նորից ենք սկսում։ Հիմա նորից ենք սկսում հաղորդումը, Գյումրիի այս ցուցադրությունը կգնա կամ եղել է արդեն։ Չէ, Գյումրիի այս ցուցադրությունը չգիտեմ կգնա թե ոչ, բայց ես Գյումրիում պայմանավորվածություն ունեմ, անպայման պետք է ցուցադրություն անել, առնվազն երկու տեղ մտածում եմ։ Ես Գյումրիում միշտ աշխատում եմ, երբ գնում եմ միշտ նկարում եմ այնտեղ, բարափաստատ չեմ մնում։ Կարելի ասել գնում եմ հատուկ նորից վերհիշեմ, նորից վերցանեմ այդ քարը, թուփը, մարդկանց եւ այլն։ Հումորը Գյումրին է ոգեշնչում ձեզ, որ նկարում։ Գյումրին նաեւ կարեւոր ոգեշնչման աղբյուրներից մեկն է միանշանակ։ Բայց ապրում եք Երևանում։ Ապրում եմ Երևանում, այո։ Այդպես ստացվեց, կյանքը այդպես դասավորվեց փոքրուց։ Իսկ աշխատանքային գործունեության ընթացքում թե Երևանում, թե Գյումրիում կամ որտեղ էլ որ լինում եք, հանդիպում եք երիտասարդ սերնդի, ավելի կրտսեր սերնդի, նաև նկարիչների հետ, երեխաների հետ, ովքեր ում համար դուք գուցեև օրինակ եք։ Նկատել եմ, որ շատերը հետևում են, ես էլ փոխադարձ հետևում եմ իրենց, դա փոխադարձ սերու հարգանք է ու միանշան անում եմ մաստեր կլասներ, երբ հնարավոր է բացարձակ անվճար է դեպքում, որ մարդիկ տեսնեն, գցում եմ գործ, հարց են տալիս, պատասխանում եմ պատրաստակամությամբ, ամեն դեպքում ուրախանում եմ, այդպիսի խնդիր չկա, հա պահել այդ տեխնիկան կամ բան անել, ուղղակի շատ անգամ ժամանակ չի լինում մեծ դասընթաց անելու, կարճ վարպետաց դասերի միջոցով փորձում ես փոխանցել ինչ որ հնարավոր է փոխանցել, ու մարդիկ կարծում եմ վարակում եմ դրանով մարդկանց, հուսով եմ։ Իսկ որն է ամենամեծ գաղտնիքը ջրաներկով նկարելու համար։ Իրեն պետք է զգաս, երբ իրեն զգացիր ինքը ավոր հեշտ է, երբ չզգացիր ուղակի փորձեցիր վարպետություն օգտագործել,
բան դուրս չի գա այդքան բանը։ Այնտեղ գաղտնիքները շատ են կամ չկան։ Պետք է միշտ կարծում եմ անընդհատ ես հետևում եմ երազկոտ արտահայտությանը, հետևից գնում եմ, միշտ պետք է երազել ու ստեղծել այդ պահին, հավատալ այդ կտավին, երազանքին ու ջրաներկով ստեղծված։ Երևի թե դու հիմա երազում ես, որպեսզի քո կտավները, որոնք երազկոտ մասն էին, դառնան իրականություն։ Հնարավոր է։ Շնորհակալ ենք, որ եկաք հաղորդավար, հիշեցնենք, որ մեր տաղավարում էր նկարիչ ակվարելիստ Պետո Պողոսյանը, շնորհակալ ենք մեկ անգամ, բոլորիդ հրավիրում ենք ցուցահանդեսին, որի մուտքն ազատ է, այնպես որ կարող եք գնալ եւ շփվել մի քիչ արվեստի հետ, իսկ մեր այսօր նախատեսել ենք այսքանը։ Արդեն ասենք հրաժեշտ։ Ասենք ցտեսություն մեր հեռուստադիտողներին, հիշեցնենք, որ յուրաքանչյուր աշխատանքային եւ ոչ աշխատանքային օրերին կարող եք հետեւել Առավոտ լուսոյին եւ լսել ֆանտաստիկ լավ երաժշտություն։ Վագն Հայրապետյան, Արտյոմ Մանուկյան, Արման Մնացականյան, կհանդիպենք լավ օր բոլորին։